Սամվել Կարապետյանի ամենաուժեղ քարոզչական ռեսուրսը միայն փողը, բիզնեսը կամ Մոսկվայի համակրանքը չէ, դա զոհի կերպարն է։ Փետրվարի 12-ին ուժեղ Հայաստանը նրան առաջադրեց վարչապետի թեկնածու, թեև հայկական մամուլը գրեց սահմանադրական խոչընդոտի մասին, կապված բնակության և քաղաքացիության պահանջների հետ։ Կուսակցությունը հայտարարեց, որ հաղթելու դեպքում կփոխի օրենքը։ Հետո եկավ իրավական գիծը։ Մարտի 27-ին քննչական կոմիտեն հայտարարեց, որ Կարապետյանի և Հայաստանի էլեկտրական ցանցերի երկու պաշտոնյաների գործի նախաքննությունն ավարտվել է։ Թվերը փոքր չեն։ Ենթադրյալ 1,8 միլիարդ դրամ հարկերից խուսափում, 4,9 միլիարդ դրամի ենթադրյալ հափշտակում և փողերի լվացում, ևս 1,5 միլիարդ դրամի ենթադրյալ լվացում երկու ընկերությունների միջոցով։ Ապրիլի 17-ին դատարանը 3 ամսով երկարաձգեց նրա տնային կալանքը, բայց թույլատրեց հանրային հարցազրույցներ։ Հետո ճնշման տակ հայտնվեց կուսակցական ցանցը։ Ապրիլի 29-ին ձերբակալություններ եղան ուժեղ Հայաստանի Երևանի Ավանի գրասենյակում ընտրակաշառքի և նախընտրական բարեգործության սահմանափակումները խախտելու գործով։ Մայիսի 8-ին քննչական գործողություններ եղան Մարալիկի գրասենյակում, Շիրակի մարզում, նորից նախընտրական կաշառքի գործի շրջանակում։ Սրա վրա գալիս է նաև Հեցի հարցը։ Ազատությունը գրեց, որ կառավարությունը